Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Ազգային ժողովի շենքի մոտ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչներ ու քաղաքացիներ բողոքի ակցիա են կազմակերպել։ Հավաքվածները պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ակցիային նախաձեռնող խումբը պնդում է, որ ազգային ժողովը պարտավոր է հանրայնացնել զեկույցը, քանի որ դա շատ սպասված փաստաթուղթ է, որի ուղղությամբ հարկատուների հաշվին կատարված է մեծ ծավալի աշխատանք, եւ այդ աշխատանքը պետք է անհետևանք չմնա։ Զեկույցն առանց հրապարակման արխիվ ուղարկելը հանրային դժգոհություն է առաջացրել հիմնականում անհետ կորած եւ զոհված զինծառայողների հարազատների, պատերազմի մասնակիցների եւ տեղահանված հայրենակիցների շրջանում։ Ստեղծվել է պահանջը բարձրաձայնող անհատների նախաձեռնող խումբ, որի անդամները պատրաստվում են գրավոր պահանջով դիմել ազգային ժողովի 3 խմբակցություններին։ Սա կոչ է բոլոր քաղաքական ուժերին, հանրության բոլոր շերտերին, միացեք այս պահանջին, որպեսզի ձեր ընտրությունը լինի արդար եւ Հայաստանը ունենա քիչ թե շատ վերականգնվելու այս պահին գոնե հեռանկար։ Այսքանով ակցիայի նպատակն է այսօր մենք դիմել ենք արդեն գրավոր ազգային ժողովի նախագահին, նա մերժել է հրապարակել, գաղտնիացման փուլ է մտել հանձնաժողովի զեկույցը, ուստի մենք այսօր դիմելու ենք ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն ազգային ժողովում այդ հարցը։ Երկրաշարժ է գրանցվել Արագածոտնի մարզում։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Մարտունի քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք գրանցել է օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.7 մագնիտուդով ցնցումներ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը 3 բալ ուժգնությամբ զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում։ Ֆրանսիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում հայ ազգի թեկնածուներ են ընտրվել մունիցիպալ պաշտոններում, դառնալով քաղաքային եւ շրջանային խորհուրդների անդամներ։ Մարսելի, որը Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքներից մեկն է, քաղաքային խորհրդում ընտրվածների թվում են Ազատ Բալալասը, Օդրի Գատյանը, Յանիկ Հովանիսյանը եւ Ժուլիեն Հարունյանը, որոնցից մի քանիսը կարող են նաեւ ստանձնել քաղաքապետի տեղակալի պարտականությունները։ Բացի Մարսելից հայերը պաշտոններ են զբաղեցրել նաեւ Ֆրանսիայի մի քանի այլ համայնքներում՝ Ալֆորվիլում, Իսիլե-Մուլինոյում, Լիոնում, Արնովիլում, Սեն-Մարտեն-Լը-Վիեյում եւ Նիսում։ Խնամքի կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 30%-ով, Facebook-յան էջում հայտնել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Դիմելով համակարգի աշխատակիցներին, Թորոսյանն ընդգծել է, որ աշխատանքային պայմանների բարելավումն առաջնահերթություն է, սակայն միաժամանակ ակնկալում է ավելի բարձր որակի ծառայությունների մատուցում։ Ապրիլի 1-ից մեր ենթակայությամբ գործող բոլոր խնամքի կենտրոնների, երեխաների, տարեցների եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների, ինչպես նաեւ մեր երեխաների ցերեկային կենտրոնների բոլոր աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա 30%-ով եւ մենք դրան հասել ենք բյուջետային կարգապահության եւ նաեւ էֆեկտիվ կառավարման շնորհիվ։ Եվ հետևաբար մայիսին հարգելի գործընկերներ դուք կստանաք պլյուս 30% աշխատավարձ։ Հիշեցնեմ, որ իշխանությունները ապրիլի 1-ից խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ բարձրացրին կենսաթոշակները։ Դրանից հետո Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը մայիսի 1-ից բարձրացնելու որոշման մասին։ Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիր կլինի։ Տուն էքսպոյից հայտնում են, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են պետական գույքի կառավարման կոմիտեն եւ Պրոսպեկտ 24-ը։ Նշվում է, որ նախատեսում են ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն։ Նաեւ կոչ է արվում հյուրանոցային բիզնեսի եւ խոշոր վերանորոգման ծրագրերի հանդեպ հետաքրքրություն ունեցող ընկերություններին մոտենալ էքսպոյի պետական գույքի կառավարման կոմիտեի տաղավարին, որտեղ կներկայացվեն շենքի վերանորոգման կոնցեպտն ու ներդրումային պոտենցիալը։ Եվ թողարկումն ավարտենք գարնանային նոտայով։ Ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Հիդրոթերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն է հայտնում հաշվի առնելով դիտված եւ կանխատեսվող եղանակային պայմանները, ինչպես նաեւ մասնագիտացված օդերևութաբանական հաշվարկները։ Այսքան այժմին կհանդիպենք մեր հաջորդ թողարկմանը։